Ինչ տեղի ունեցավ Ալավերդիում։ Ահա։ Ամբողջ ԿՊԱ-ական վերնախավը ընկել էր մեր հետևից, Հայ ազգային կոնգրեսի հետևից, անձամբ իմ հետևից, աղերսելով, աղաչելով, որ մենք մեր ձայնը տանք, այդ ավականում մեր ներկայացուցի ձայնը տանք ԿՊ-ին, որ իրանք ունենան ինչ ասես ոսկե սարեր չխոստացան, էլ չգիտեմ, համարյա ամբողջ կարևոր էր իրենց այդ մի ասենք համայնքներից մեկում իշխանություն լինելը նաև այդ ամբողջ իշխանությունը եւ պաշտոնները պատրաստ էին մեզ տրամադրել, որ մենք աջակցենք ԿՊ-ին։ Բնականաբար մենք հարգեցինք ժողովրդի կատարված վճիռը, կամքը եւ կոալիցիա կազմեցինք ապրելու երկրի հետ եւ քաղաքապետը ապրելու երկրից եղավ, ընդամենը մի տարի թողեցին որ պաշտոնավարի, այդ ընթացքում մեզ էլ էին բացատրում, ասում են, լսեք, կամ դուք փոխվեք մեր կողմ, որ մենք փոխենք իրեն, կամ մենք իրան հետապնդելու ենք քրեական գործեր, բան, մեկը ինքը պիտի նստի, բան, քրեական գործեր էլ բան արեցին, դա էլ չօգնեց, որովհետեւ ոչ մի բան չէին կարողանում անել տվյալ դեպքում, ինչ արեցին վերջը, անգամ ստիպել տվեցին քաղաքացիական պայմանագրի ավականու մի ներկայացուցին հրաժարական տալ, որտեղ նա չէր անվստահություն չէր հայտնում բանին Արկադիին եւ ի վերջո մի հոգու էլ տենց կաշառեցին տարան եւ հեղաշրջումը կատարեցին էնել ոստիկանության սպեցնազի գործադրմամբ ես անձամբ ներկայ եմ եղել այդ օրը այնտեղ Մեսրոպ Առաքելյանի հետ գնացել էինք իբր պաշտպանեինք ժողովրդավարությունը, բայց ինչ ժողովրդավարություն ամեն ինչ որոշում էր սպեցնազը